սկսվեց, երբ պարտեր երկինքը, ինչքան լավ էր ձեզ հետ, հպվել արջվանք քայլերը, թռիչք էին մեզ ինչը կարող էր պահել, ջահեր արյան հավաք կնակուքիր, անկեղծ լախը մարդու մի քիչ քիչ, լավն էր սկիզբը Բարև, հայ ես եմ, Մոնա Լիզա, զարմացաք չէ, ասում եք նկարները չեն խոսում, հա, դե պաշտոնապես տենց է, մենք ոչ լսում ենք, ոչ էլ խոսում ենք, բայց ասեմ իմանաք, մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ էլ լսում ենք, այսքան տասնամյակներ ինչ կախված եմ այս պատից, ու ինչեր ասես, որ չեմ տեսել, ու ինչեր ասես, որ չեմ լսել, ինձ ասում են ինչ ես տենց անկապ ժպտում, բա ոնց չժպտամ, երբ այսքան բան եմ տեսնում, այսքան բան եմ լսում։ Լավ, ես թեթև եմ տանում, սովոր եմ սենց բաների, բայց խեղճ մեծ ռոփս շատ ծանր է տանում։ Հեն այրեք ֆիզիկայի դասից հետո խեղճի ճնշումը բարձրացավ։ Ես էլ գոռում եմ մեսրոպ, այս երեխքի ձայնը աշխարհ է եկալել, մեզ ոչ մի չի լսում։ Հազիվ եմ հետ բերել։ Էլ չեմ ասում, որ հաջորդ ժամն էլ աշխարհորությունն էր։ Էլ չեմ ասում ինչ եղավ։ Մեսրոպս հոգեդարձ եղավ։ Այդ տղա, դե արթնացի, օր ճաշ դառավ։ Լիզա, հոգնել եմ, ականջներս դեռ բզում են, Համլետի ուշացման պատճառաբանություններից և Սիմոնի ռեպից, ես ինչ դարաշրջան է, ChatGPT, Gemini, AI, իմ ստեղծած տառերը մոռացել եմ, սմայլիկներով ու սրտիկներով են շփվում։ Դե լավ, մի դժգոհիր, հիշում ես ոնց Պուշկինը մեր կողքից փախավ, ասելով, որ այս տաղնուկին անգամ դան տեսը չէր դիմանա, ու գնաց ինձով դերի կաբինետ։ Ագայի կակեչկեչաս, էգան, տեսնենք եսօր մեր դուխին ինչ եմ վերում։ Ուրեմ գնացի դե արա Երեխեք նայելով ներքև գիտեք ինչ եմ մտածում։ Եվ ինչ։ Դպրոցը միակ տեղն է, որտեղ որ մենք մեծ ենք։ Վաղը դուրս ենք գալու այս դարպասներից եւ դառնանք սովորական, փոքր մարդիկ այս մեծ քաղաքում։ Մենք միշտ էլ փոքր ենք եղել Համլետ, ուղղակի դպրոցի պատերը մեզ պաշտպանել են։ Դպրոցը նման է ջերմոցի, մեզ ջրել են, խնամել են, երբեմն էլ ելել են, որ ծուր չաճենք, իսկ վաղը մեզ բաց են թողնելու բաց դաշտ, որտեղ քամիները շատ են։ Քեզ հեշտ է, դու արդեն գիտես ինչ ես անելու, ուր ես գնալու, համալսարան, ծրագրավորում, իսկ ես վարդանգետ բիզնես պլաններ եմ մտածում, բայց նույնիսկ չգիտեմ էլ ինչ ա լինելու, բայց ընդհանրապես չեմ վախենում։ Ստում ես, դու ամենաշատն ես վախենում, ոչ թե ապագայից, այլ նրանից, որ մենք կդառնանք նախկին դասընկերներ, նախկին ընկերներ, որ մի քանի տարի հետո փողոցում իրար տեսնելիս ուղղակի գլխով կանենք ու կանցնենք։ Դուք թողեք, որ այդպես լինի։ Արթնացիր Համլետ, մենք չենք կորչելու, եթե չուզենանք կորչել, ուղղակի վաղվանից մեր դասերը սկսվելու են առանց զանգի, և ոչ ոք մեզ չի ասելու, երբ սկսել և երբ ավարտել։ Կարող որ բենից մեծ հիմարություն անեմ, իսկ ներեք։ Դու 12 տարի արդեն հիմարություններ ես անում, ամո ջան։ Վաղը վերջին շանսը տաս սուրպրայզ անելու։ Երեխեք ջան, եկեք ռեալ նայենք։ Ստանդարտ սցենարները հոգնեցրել են արդեն։ Մեր սիրելի ուսուցիչներ, դուք մեր փարոսն եք, զանազանի երեխեք ջան, ես ի տարբերակը ունեմ։ Ես բեմ եմ դուրս գալիս ուղղաթելից, վայրեջ եմ կատարում դպրոցի տանիքին, ներկայություն եմ խնդրում ուշացումներիս համար, ու հետո բոլորը տանշուկ դուրս են գանում։ Համլետ, քո ուղղաթիռը դպրոցի բակում կմասնատեն, մինչև դու բեմ հասնես, տրամաբանություն չկա։ Ուրեմն ես, որպես ապագա դիվանագետ, առաջարկում եմ արժանական ընդունելություն կազմակերպենք։ Բոլորը սմոքինգներով, կարմիր գորգով, բան։ Հետո տնօրենին տալիս ենք մեր դասարանի խաղաղության պայմանագիրը, որով մեզ այլևս իրավունք չկա դպրոց կանչել։
Կնյազ է պայմանագրի տակ ով ասորակրելու։ Ես առաջարկում եմ բիզնես ֆորում անենք։ Վերջին լանգը սարքենք աուկցիոն։ Ծախում ենք մեր 12 տարվա չարած տնայինները։ Գիտեք ինչքան փող կաշխատենք։ Վայ, Վախթանգ, ես ինչ անսիրտ ես, ես պատկերացնում եմ մի տեսարան, որ բոլորս բեմի վրա են, դանդաղ երաժշտություն է գնում։ Բոլորս լացում ենք ու լացում ենք։ Վերցնում ենք աստուծների մեջ։ Ես առաջարկում եմ ռեփ բաթլ ուսուցիչների հետ։ Ինչը, եթե դա պատահի, դա կլինի քո վերջին երգը, քո առանցքունի իմաստով։ Իսկ ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի կազմակերպված, պարային ֆլեշմոբ, որտեղ Ձյանը մի քիչ ավելի արագ կշարժվի, իսկ Մարինը կդադարի հեռախոսով խոսել։ Ինչ որ մեկն իմանունը տվեց, ինձ համար մեկ է, մենակ թե սիրուն լինի, որ ստորի գցեմ սաղ նախանձեց։ Իսկ ես պատկերացնում եմ ռաբիզ երգերով, մեքենաներով, ակնոցներով, սիգնալ տալով, մի խոսքով սենք։ Չէ, երեխեք, ես արդեն դիմել եմ արհեստական բանականության օգնությանը եւ այն ստեղծել է մեր դասարանի իդեալական մոդելը։ Այնտեղ Համլետը չի ուշանում, իսկ Վախթանգը չի վաճառում դպրոցի գույքը։ Ես ստեղծել եմ մի ֆիլմ, որը շոկի մեջ կգցի բոլորին։ Դուք մեկ եք մասնակցում այս ֆիլմում։ Հա, իհարկե, բոլորդ եք մասնակցում եք։ Ու ամեն ինչ անդրի է, դելու ամեն ինչ անդրիկ է։ Դե ես նայում եմ սպասում։ Մի րոպե։ Այ մունդրի, ես տառ ստեղծել եմ, որ դու լատինակար գրես։ Հանգստացի մեծ շրջան, անխմի ես։ Չէ, չեմ ուզում, պայքես։ Հա, մոռացել էի, դու հայի սիրտում ես։ Չէ, երեխեք, գնացինք տներով։ Հա, ուր ատելիչը։ Նոր ստեղել։ Ինչ սեղանի վրա էր կողմած։ Չէ, ես երեքով չարժարվել եմ, ողա չարկատականում։ Ինչ եք բրեզ նայում, իմ մոտ չի, ես գիտեղեցի չեմ հելը։ Ուրեմն առաջարկում եմ ներքին հետաքննություն։ Ոչ մեկը չի շարժվում, դասարանից դուրս չի գալիս, մինչև բոլորի մաքսային կոդիները ստուդիա։ Մի տանջվեք, այդ կրիչը չի գտնվի, որովհետև այնտեղ ոչ մի իրական բան չկար։ Եվ գուցե դա կյանքի ամենաազնիվ հուշումն է ձեզ համար հենց այսօր։ Գիտեք, կյանքում կա մի անփոփոխ օրինաչափություն։ Այն ամենը ինչն իրական չէ, վաղ թե ուշ դատապարտված է անհետացման։ Մի դարձեք ձեր սեփական կյանքի հանդիսատեսը, եղեք այնքան իրական, որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր էկրանները մարեն, ձեր ներսի լույսը բավարար լինի կողքինին տեսնելու եւ սիրելու համար։ Տեսեք, էլ ինչ ստացվեց։ Մենք դա 12 տարի ապացուցում ենք։ Սա այլ վերջին ապացույցն էր։ Բայց ով ասեց։ Եթե կորել է մի գրիչ, Մի գորին մեր պատմությունը, սա է կյանքը իրական, Մեր սիրում ակուսության, եթե կորել է մի գրիչ, չի որի մեր պատմությունը, սա է կյանքը իրական, մեր սիրում ակուսության, մեր չկարողը դիտեք մենակ դուք եք։ Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անցերի չկասկածես, տարիներ։ Այսօր մենք հրաժեշտ չենք տալիս, մենք ասում ենք, միշտ օր հանդիպում, որովհետև իրականում այն
ինչ իսկապես կարևոր է, երբեք չի ավարտվում։ Այն ապրում է մեր մեջ, մեր հիշողություններում, մեր ընտրություններում, մեր ճանապարհներում։ Այսօր մի օր է, որ բառերը դառնում են կամուրջ, անցյալի ու ապագայի միջև։ Այսօր մենք կանգնած ենք մի սահմանագծի վրա, որտեղ մանկության անհոգ ծիծաղը դանդաղ լռում է, իսկ սահուն կյանքի ձայնը դեռ նոր է սկսում հնչել։ Այս տարիները պարզապես դասեր չէին, դրանք հիշողություններ էին, որոնք մեզ ձևավորեցին։ Ամեն մի զանգ, որ հնչել է այս պատերի ներսում, մեզ մեկ քայլով մոտեցրել է այն մարդուն, ով մենք այսօր ենք։ Մենք սովորել ենք ոչ միայն գրքերից, այլև միմյանցից, ընկերությունից, հիասթափությունից, հաղթանակից ու երբեմն էլ պատմությունից։ Ժամանակը չի կանգնում, այն մեզ տանում է առաջ, երբեմն առանց հարցնելու, արդյոք պատրաստ ենք, բայց գուցե հենց դա է կյանքի գեղեցկությունը, անսպասելի լինելը, անհայտը, որ ստիպում է մեզ մեծանալ։ Մենք հեռանում ենք այստեղից, մեր մեջ տանելով այն ամենը, ինչը չենք կարող տեսնել, բայց միշտ կզգանք։ Դասասենյակների լռությունը, բակի աղմուկը, ուսուցիչների խոսքերը, որոնք գուցե երբեմն չենք հասկացել, բայց մի օր անպայման կհասկանանք։ Գուցե ամենացավալին այն է, որ մենք իրովին չհասկացանք այս ամենի արժեքը այն պահին, երբ ապրում էինք դրա մեջ։ Մենք հաճախ շտապում էինք, դժգոհում էինք, սպասում էինք, որ այս տարիները շուտ ավարտվեն, չնկատելով, թե որքան կարևոր ու անփոխարինելի էին դրանք։ Եվ հենց այս գիտակցությունն է, որ մի փոքր տխուր է դարձնում այսօրը, բայց նաև արժեքավոր, որովհետև մենք սովորում ենք, գուցե մի փոքր ուշ, բայց իսկապես սովորում ենք գնահատել այն, ինչ ունենք, եւ գուցե սա ամենակարևոր դասերից մեկն է, որ մեզ տվեց դպրոցը, առանց դասագրքի, բայց ամբողջ կյանքի համար։ Գուցե մենք չենք գնահատել նաև միմյանց, այն մարդկանց, որոնց հետ կիսել ենք ամեն օր։ Միգուցե չենք ասել կարևոր խոսքերը, չենք ապրել ամեն պահ այնպես, ինչպես պետք էր, բայց հիմա հասկանում ենք, ժամանակը չի վերադառնում, իսկ պահերը չեն կրկնվում։ Մենք երբեմն չլսեցինք այն խոսքերը, որոնք մեզ ասում էին ուսուցիչները, որովհետև կարծում էինք, միշտ ժամանակ կունենանք հասկանալու, բայց հիմա, երբ հեռանում ենք, սկսում ենք գիտակցել, որ այդ խոսքերի մեջ կար փորձ, հոգատարություն ու հավատ, որը մենք պարզապես ուշ ենք նկատում։ Մենք չգնահատեցինք այն առավոտները, երբ դժվարությամբ էինք արթնանում, բայց գիտեինք, որ մեզ սպասում են ծանոթ դեմքեր։ Չգնահատեցինք դասամիջոցների աղմուկը, ծիծաղը, նույնիսկ այն պահերը, երբ ամեն ինչ թվում էր սովորական ու միապաղաղ, բայց հենց այդ սովորականն էր, որ հիմա դառնում է ամենաթանկը։ Թող այս վերջին զանգի ձայնը երկար մնա մեր սրտերում, որպես հիշեցում, որ ամեն ավարտ իր մեջ նոր սկիզբ ունի, եւ երբ կյանքը մեզ կանգնեցնի դժվարությունների առաջ, հիշենք այս պահը՝ լի հույսով, հավատով ու երազանքներով։ Մենք գնում ենք առաջ, անորոշ, գուցե մի փոքր վախեցած, բայց լի վստահությամբ, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Եվ եթե մի օր հետ նայենք, կտեսնենք, որ հենց այստեղից է սկսվել ամենակարևորը։ Գնացի, լսեցի նրանց ոտքերի ձայնը, կարծես չեն ուզում պոկվել այս հատակից։ Գիտես չէ, սա նրանց վերջին զանգը չէ միայն, այլ այս շենքի վերջին զանգը։ Գիտեմ Լիզա, պատերը զգում են, քարերը զգում են։ Մի տարի, երկու տարի եւ այս միջանցքները, որտեղ Համլետը վազում էր, Մարիան երազում էր, էլ չեն լինի։ Կգանք մեզ մեքենաները եւ մեր տարիների հիշողությունը կսարքեն ուղակի փոշի։ Տեսնես մեզ կտանեն իրենց հետ այն նոր փայլուն դպրոցը, որտեղ ամեն ինչ նոր է, պատերը դեռ չեն լսել աշակերտների շուշուկները, իսկ այստեղ ամեն մի ճեղքի մեջ մի գաղտնիք կա պահված։ Հիշում ես ինչպես են երեխաները պատերի վրա գրում իրենց սիրածյալների անուններն ու բանաձևերը։ Թող քանդրշենք Լիզա, թող քանդենք հարերը, բայց այն ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում ոչ մի տեխնիկա չի կարող քնջել։ Այս երեխաները մեր շարժական հիշողություններն են։ Նրանք իրենց հետ կտանեն մեր դպրոցի հոգին։ Նայիր, այնտեղ արդեն նոր լույսեր են վառվում, նոր պատեր բարձրանում, իսկ մենք այստեղ վերջի պատապաններ են։ Չէ, մենք պիտի մնանք այստեղ, պիտի մնանք, որ այստեղ ոչ մի հիշողություն չկորչի։ Մի տխրի Լիզա, դպրոցը շենք չէ, դպրոցը այն վայրն է, որտեղ Համլետը զղջաց, Սիմոնը եկեց, Բաբայանը ներեց, նրանք գնում են կառուցելու իրենց կյանքը,
ինչպես այսօր շենք։ Թող նրանց հիմքը ավելի ամուր լինի, քան այսինքն քարերը։ Գնացեք երեխաներ, գնացեք և ձեր կյանքի մեջ մի փոքրիկ անկյուն պահեք, այս հին, խոնավ, բայց ամենատար պատերի համար։ Մենք դեռ մի քիչ կմնանք այստեղ, պահելով ձեր մանկությունը, մինչև որ վերջին լույսը մարի։ Ինչ ամես, մենք որ սկզբում անգամ լավնենք, ցավեր իրենց այդքան մոտիկից ճանաչելը, ինչքան ցավ ենք ցանել մեր ձեռքով, ցանելու անցել ենք, դարձել ենք, փորձել ենք, մարել մեր սկիզբը